Հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն է ներկայացվում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին օրենքի նախագծի եւ հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ օրենսդրական փաթեթը։ Նշեմ, որ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց առնչվող իրավահարաբերությունները ներկայում համապարփակ կերպով կարգավորված չեն, անձանց նշված շրջանակի վերաբերյալ առանցքային հարցեր առհասարակ բաց են մնացել, իսկ որոշ հարցեր էլ թեև պարբերաբար իրավական ակտերում ստացել են որոշակի կարգավորումներ, սակայն թերի են եւ չխմբավորված։ Նշվածով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ընդունել առանձին շրջանակային օրենք, որով կապահովի ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց առնչվող իրավահարաբերությունների համապարփակ կարգավորումը։ Ներկայացնեմ նախագծի հիմնական կարգավորումները։ Նախագծով սահմանվում է, թե ով է համարվելու անհայտ կորած անձ, եթե հակիրճ, ապա այդպիսիք են հանդիսանում զինծառայողը կամ զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ անձը, այդ թվում կամավորականը, որն անհետացել է ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում կամ ՀՀ պաշտպանության գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ զինադադարի ընթացքում կամ ռազմական գործողություններին հաջորդող խաղաղ պայմաններում։ Նախագծով սահմանվում են անհայտ կորած անձանց, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամների իրավունքները, այդ թվում անհայտ կորած անձի անհետացման պատճառների եւ հանգամանքների, գտնվելու դեպքում գտնվելու վայրի, մահվան դեպքում մահվան հանգամանքների, ուղարկավորման վայրի վերաբերյալ հավաստի տեղեկություններ ստանալու իրավունքը, մարմինը մասունքները ստանալու իրավունքը եւ այլն։ Նախագծով նաև սահմանվում են անհայտ կորած անձի հետախուզման համար դիմում ներկայացնելու ընթացակարգը, հետախուզման գործընթացին առնչվող դրույթները, հետախուզման դադարեցման դեպքերը։ Այսպես նախագծի իմաստով անհայտ կորած անձի հետախուզման դիմումը ներկայացվում է լիազոր մարմին, ընտանիքի անդամի պետական մարմնի կամ հասարակական կազմակերպության կողմից, որից հետո անհայտ կորած անձին վերաբերող տեղեկությունները մուտքագրվում են համապատասխան ռեեստր։ Օրենքում ամրագրվել է, որ լիազոր մարմինը հարցումներ է ուղարկում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, միջազգային մարդասիրական կազմակերպություններին, որոնք կարող են տիրապետել անհրաժեշտ տեղեկատվության։ Սա ենթադրում է, որ որոնողական աշխատանքները, որոնց ժամկետը կարող է երկարաձգվել, սահմանված է, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելուց հետո առկա վիճակի մասին 15-օրյա պարբերականությամբ տեղեկատվություն պետք է ներկայացվի լիազոր մարմնին։ Նշեմ, որ նշյալ որոնողական աշխատանքների եզրափակման մասում սահմանվել է, որ հետախուզումը դադարեցվում է անհայտ կորած անձի գտնվելու վայրը, ուղարկավորման վայրը կամ այդ անձի մարմնի գտնվելու վայրը պարզելու օրվանից 3 օրվա ընթացքում, որի մասին անհապաղ նշվում է նաև համապատասխան ռեեստրում։ Իսկ անհայտ կորած անձի դատարանի վճռով մահացած ճանաչվելու, սակայն նրա մարմինը հայտնաբերված չլինելու դեպքում հետախուզումը չի դադարեցվում։ Նախատեսվում է, որ անհայտ կորած անձանց հարցերով լիազոր մարմինը լինելու է ազգային անվտանգության ծառայությունը եւ օրենքով սահմանվում է նաեւ այս մարմնի լիազորությունների շրջանակը։ Նախատեսվում է լիազոր մարմնի ներքո ստեղծել անհայտ կորած անձանց միասնական ռեեստր, որի մասին ես արդեն խոսեցի, որի տվյալները հասանելի են լինելու անհայտ կորած անձանց ընտանիքի անդամներին, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին։ Նախագծով սահմանվելու են անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող արտոնությունների շրջանակը, որոնք շատ դեպքերում բխում են գործող օրենսդրությունից։ Անհայտ կորածների եւ ծնողների եւ հարազատների մտահոգությունները հաշվի առնելով սահմանվել է, որ անհայտ կորելու փաստով անհայտ կորած անձի հետախուզման մասին դիմում ներկայացված լինելու եւ միաժամանակ քրեական վարույթ նախաձեռնված լինելու դեպքում քննիչն անհապաղ միջնորդություն է ներկայացնում դատարան անհայտ կորած անձին առնչվող հեռախոսազանգերի տվյալները, դրա կապակցությամբ տեղաշարժի տվյալները ստանալու համար։ Նախագծով դրույթներ են սահմանվել նաև անհայտ կորած անձանց մարմինների հետախուզման, նույնականացման, արտաշիրման եւ դրանց նկատմամբ վերաբերմունքի, ինչպես նաև միջազգային համագործակցության մասով։ Միաժամանակ հարակից օրենքների նախագծերով նախատեսվում է կերակրողին կորցնելու դեպքում անհայտ կորած անձի ընտանիքի անդամների կենսաթոշակի, ինչպես նաև նպաստի իրավունքը կանոնակարգելով դրա կիրառմանն առնչվող հարաբերությունները, իրավական հիմք է ստեղծվում անձին սոցիալական աջակցության տեսակ հանդիսացող սոցիալ-հոգեբանական օգնություն տրամադրել նաև անհայտ կորած անձանց ընտանիքի անդամի անհայտ կորելու դեպքում եւ այլն։ Վերոնշյալի հաշվառմամբ տեղեկացնեմ, որ նախագիծը
բոլոր շահագրգիռ մարմինների հետ քննարկվել է։ Տարբեր քննարկումներ են իրականացվել նաև անհայտ կորածների ծնողների եւ հարազատների հետ, հասարակական կազմակերպությունների, Կարմիր խաչի ներկայացության գործընկերների հետ եւ նախագծում արտացոլվել են նրանց կողմից ներկայացված բազմաթիվ առաջարկություններ։ Խնդրում եմ կողմ քվեարկել նախագծին։